Վարչապետ Նիկոլ Փաշինյան նախագահի նստավայրին մեջ ներկա գտնվեցավ արհեստագիտական ոլորտի գրթական բարգեւներու 21-րդ մրցանակապաշխության արարողությամբ։ Այս տարի 126 մասնագետներ են բարգեւի արժանացան 27 ուսանող եւ 9 աշակերտ։ Մրցանակները հանձնեց վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Վարչապետը շնորհավորեց մրցանակագիրները եւ նշեց, որ ամենեն մեծ մարտահրավերը կյանքն է։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ մարտահրավերները պետք է ընկալեն որպես կյանքի մաս։ Նիկոլ Փաշինյանն նշեց, որ կառավարությունը բոլոր հնարավոր առիթներով ներդրումներ կիրականացնի գրթության ոլորտին ներս ոչ միայն մեր այսօրվան չիմացության մագարտակը նվազեցնելու, այլև չիմացության ավելի բագաս մագարտակ հաջորդ սերունդին հաջորդ կառավարության փոխանցելու նպատակով։ Արհեստագիտական ոլորտի ամենամյա գրթական բարգեւը հիմնված է 2005 թվականի Սինոպսիս Արմենիայի նախաձեռնությամբ ընկերության եւ Հայաստան համահայկական հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա։ Հանրապետության նախագահ Թիֆլիս մեկնած է Վաշինգտոնի մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը նշանակալի քայլ համարեց Վրաստանի նախագահը։ Վահագն Խաչատուրյանին հետ համատեղ ասուլիսին Միխայել Քավելաշվիլին ասավ, որ այդ պատմական իրադարձությունը հարավային Կովկասի ապակային համար մեծ կարևորություն ունի։ Հայաստանի նախագահը անդրադարձավ խաղաղության կարելիություններուն, ընդգծեց տարածաշրջանային հաղորդակցություններու բացվելը Վրաստանին արիթ պիտի դա գապ հաստատելու Բարսից ծոցին հետ։ Արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյան հերախոսազրույց ունեցած է Սուրյո արտաքին գործոց նախարար Ասադ Շայբանիին հետ։ Պայմանավորվածություն ցերբերված է համատեղ ջանքերով, ինչպես նաև փոխայցելություններու միջոցով աշխուժացնել քաղաքական երկխոսությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներու մեջ համագործակցությունը։ Ընդգծված է, որ փոխգործակցության զարգացման համար ամուր հիմքեր են Հայաստանի եւ Սուրյո, ինչպես նաև երկու ժողովուրդներու միջև ավանդաբար ձևավորված բարեկամական հարաբերությունները։ Հայաստանի եւ Սուրյո արտաքին գործոց նախարարները որպես զարգացման ներուժ ունեցող ուղղություններ առանձնանշած են տնտեսական ներդրումներու խթանման ոլորտները, մարդասիրական ծրագիրները։ Նախարար Միրզոյան հայտնած է մարդասիրական ականազերծման աշխատանքներուն Հայաստանի Հանրապետության աջակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Արարատ Միրզոյանն ու Ասադ Շայբանին անդրադարձած են նաև տարածաշրջանային զարգացումներուն։ Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Բաբոյան Թիֆլիսի մեջ հանդիպում ունեցավ Վրաստանի տնտեսության եւ գայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլիին հետ։ Հանդիպան ընթացքին կողմերը քննարկած են համագործակցությունը երթևեկության ոլորտի ներս, ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ մագարտակներու վրա։ Միտքեր փոխանակված են երկու երկիրներու տնտեսական օրագարկին վերաբերող շարք այլ հարցերու շուրջ։ Հանդիպման մասնակցած է նաև Հայաստանի տնտեսության նախարարի տեղակալ Արման Խոջոյան։ Ֆրանկոֆոնի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի ընթացքին արտաքին գործոց նախարարի տեղակալ Ռոբերտ Ապիսողոմյան հանդիպում ունեցած է Հյուսիսային Մակեդոնիա արտաքին գործոց եւ Արևմուտքի նախարարի տեղակալին հետ։ Հանդիպման քննարկված են Հայաստանի Եվրամիություն գործընկերության օրագարկի հարցեր, ինչպես նաև 2026 թվականի Հայաստանի մեջ հյուրընկալվելիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընթരാճ իրականացվող աշխատանքները։ Արտաքին գործոց նախարարի տեղակալը անդրադարձած է տարածաշրջանային վերջին զարգացումներուն, ներկայացնելով հարավային Կովկասի մեջ ենթակառուցվածքներու ապաշրջապակման եւ ճանապարհային փոխկապակցվածության խթանման ուղղված Հայաստանի ջանքերը։ Այս բարունակի մեջ կարևոր նկատված է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ ծրագիրի իրականացումը։ Հանդիպման ընթացքին անդրադարձ կատարված է նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ համագործակցության խթանման առնչվող հարցերում։ Արհեստական բանականությամբ զբաղվող Firebird ստարտափը ստացած է Ամերիկայի կառավարության արտոնությունը Nvidia-ի առաջադեմ չիպերը Հայաստան արտահանելու համար։ Այս որոշումը ջամփակը բանը Հայաստանի մեջ քեր համագարկիչի ստեղծման համար, որը ներառված է արհեստական բանականության ենթակառուցվածքներու ընդլայնման համաշխարհային նախաձեռնության մեջ։ Ինչպես գրած է Bloomberg, այս քայլը թույլ պիտի տա հիմնել տարածաշրջանի առաջին խոշոր արհեստական բանականության տվյալներու մշակման կենտրոնը։ Կենտրոնը նախադեсված է կառուցել 100 մեգավատ հզորությամբ, իսկ ներդրումները կկազմեն շուրջ $500 միլիոն։ Նախադեсված է, որ ստեղծվող հզորություններու մոտ 20% օգտագործեն հայկական ընկերությունները։ Նախագիծը կիրականանա Firebird-ի վարկային եւ բաժնի դիրագամիջոցներով, իսկ ստարտափին կաջակցի նաեւ Մոդեռնայի համահիմնադիրն ու Բար Աֆեյան։ Firebird Nvidia-ի այն գործընկերներն է, որոնք աշխարհի վրա կփորձեն զարգացնել մեծածավալ տվյալներու մշակման կենտրոններ։ Ամերիկայի մեջ Հայաստանի Հանրապետության տեսփան Նարեկ Մկրտչյան Սան Ֆրանցիսկոյի մեջ հանդիպում ունեցած է քաղաքապետ Դանիել Լուրիի հետ, կայտնեն տեսփանադունեն։
Կողմերը քննարկած են Հայաստանի եւ Սան Ֆրանցիսկոյի միջև համագործակցության խորացման գարելիությունները, անդրադառնալով մասնավորապես տնտեսական եւ բարձր արհեստագիտական ոլորտներում։ Դեսպանը քաղաքապետին առաջարկած է դիտարկել Երևան-Սան Ֆրանցիսկո քույր քաղաքներ նախաձեռնության գարելիությունը, ինչպես նաեւ Թումո կետրոնի բացման գաղափարը Սան Ֆրանցիսկոյի մեջ որպես հերանեկարային գրթական նախաձեռնություն։ Հանդիպման մասնակցած է նաեւ Nvidia-ի փոխնախագահ Ռև Լիբարիտյան, Firebird AI ընկերության համահիմնադիր Ռազմիկ Հովագիմյան, ինչպես նաև Լոս Անջելեսի մեջ Հայաստանի գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյան։ Դեսպան Նարեկ Մգրտչյանն նաև հանդիպում ունեցած է Սինոպսիս ընկերության ավագ փոխնախագահ Ջումանա Մուաֆիի հետ։ Կհայտնեն դեսպանադունեն հանդիպման քննարկված են Հայաստանի մեջ Սինոպսիս ընկերության գործունեության արդյունավետությունը ավելի բարձրացնելու գարելիությունները։ Դեսպանը եւ Մուաֆին ընդգծած են օգոստոս 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներու կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրված արհեստական բանականության եւ կիսահաղորդիչներու ոլորտի ներս նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրի կարեւորությունը։ Պաղեստինյան Համաս շարժման ներկայացուցիչները հայտնած են, որ Գազայի մեջ Իսրայելի կողմեն օդային հարվածներու պատճառով մահացած է առնվազն 25 անձ, անոնց մեջ լալով կանայք եւ երեխաներ։ Այս մասին Telegram-ի մեջ հաղորդած են Համասի անդամները, անոնք որակած են Գազայի մեջ պաղեստինցիներու ցեղասպանություն։ Համասեն հայտարարած են, որ իրենց զինյալները չեն հարձակած իսրայելցի զինվորականներուն վրա, անոնց խոսքով 10 նոյեմբերին Ամերիկայի միջնորդությամբ հաստատված հրատատարեն հետո հրատատարի դրության խախտումներու պատճառով զոհված է ավելի քան 300 պաղեստինցիներ։ Նոյեմբեր 20-ին Երևանի մեջ սկիզբ առավ հայ արվեստի եւ մշակույթի համաժողովը, որը կազմակերպված է Հայաստանի Սփյուռքի գործերու գլխավոր հանձնագետարի Գրասենյակի եւ Հայկական մշակույթի եւ արվեստի միջազգային համագարկման խորհրդի համագործակցությամբ։ Համաժողովի բացման արարողության ողջունի խոսքով հանդես եկած են Հայաստանի Սփյուռքի գործերու գլխավոր հանձնագետար Զարե Սինանյան եւ Հայաստանի գրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համաժողովը միտված է Հայաստանի եւ Սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացման, Սփյուռքի մասնակիցներու ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորման եւ իրականացման։ Ցեզի հետ Անի Սեյթունցյանը